Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Սուրբ Հոգին քո լավագույն օգնականն է։ Մենք մոտենում ենք «Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով» անվանումը կրող շարքի ավարտին։ Մեր նախորդ ուղերձի մեջ մենք անդրադարձանք կյանքի դժվարին ընթացքով անցնող մարդկանց կյանքում մյուսների աղոթքի կարևորությանը։ Սակայն Քրիստոսի հավատարիմ աշակերտները իրենց դժվարությունների մեջ Տեր Աստծու գերբնական օգնությունն ընդունելու համար ոչ միայն կարող են հուսալ մյուսների աղոթքների բացած ճանապարհին, այլև կարող են ընդունել Տեր Աստծու Սուրբ Հոգու օգնությունը։ Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսն աշակերտներին ասում էր, որ ավելի լավ է, որ Ինքը գնա, քանի որ այդ պարագայում էր միայն հնարավոր Սուրբ Հոգու ներբնակությունը Իր աշակերտների կյանքում։ Սուրբ Հոգին Աստվածաշնչում երկնային պարգև է կոչվում։ Աստծու Հոգու ներկայությունը մեր կյանքերում ամենազորավոր օգնությունն է, որ հնարավոր է պատկերացնել։ «Որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, փառքի Հայրը, Իրեն ճանաչելու համար տա ձեզ իմաստության և հայտնության Հոգի, որ ձեր սրտի աչքերը լուսավորի և ճանաչեք, թե ինչ է Նրա կոչման հույսը, ինչքան է սրբերի մեջ Նրա փառավոր ժառանգության առատությունը և որքան գերազանց ու մեծ է Նրա զորությունը, որով Նա զորացնում է մեզ՝ հավատացյալներիս, համաձայն Իր զորավոր ուժի ներգործության» Սուրբ Հոգին զորացնում է մեզ՝ հավատացյալներիս։ Նա իմաստություն է տալիս մեզ ճիշտ որոշումներ կայացնելու և դժվարին իրավիճակներին պատշաճ ու աստվածահաճո արձագանք ունենալու համար։ Սուրբ Հոգին է լուսավորում մեր աչքերը, որպեսզի տեսնենք հոգևոր իրողությունները և լցվենք Տեր Հիսուսի փոխանցած հույսով։ Սուրբ Հոգին մեր լավագույն օգնականն է մեր բոլոր դժվարությունների և կյանքի ծանր ընթացքների ժամանակ։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու ունե՞ս Սուրբ Հոգու հետ մտերիմ հարաբերություն։ Դու զգո՞ւմ ես Նրա հանդիմանությունն ու հորդորները։ Քո կյանքի դժվարին պահերին զգո՞ւմ ես, թե ինչպես է Նա Իր քաղցր ներկայությամբ մխիթարում ու զորացնում քեզ։ Աստծու Սուրբ Հոգին օգնում է նաև մեր աղոթքներին, երբ չգիտենք, թե ինչպես աղոթել։ «Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին Ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար» Երբ մեր կողքին այլևս ոչ ոք չկա, կամ եթե կա էլ, ապա ոչ ոք չի կարողանում մեզ որևէ գործուն օգնություն ցուցաբերել, ապա միշտ պետք է հիշենք, որ Աստծու Հոգին մեզ հետ է և բնակվում է մեր մեջ։ Նա ուզում է դառնալ քո ամենամտերիմ բարեկամը և ամենազորավոր օգնականը։ Նա մեր Մխիթարիչն է և մեր Տերը։ Նա Աստված է, որ ընտրել է մեր մարմինները որպես Իր բնակության վայր։ Որքա՜ն խորն ու հրաշալի է աստվածապաշտության ընթացքը, թեև անըմբռնելի, սակայն իրական։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։